Սամվել Կարապետյանը պարբերաբար խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունները ել ավելի խորացնելու մասին։ Ինչ եք կարծում, հնարավոր է, որ նա որոշի հայ զինվորներ ուղարկել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ կռվելու։ Ոչ թե հնարավոր է, այդպես էլ անելու է։ Ես համոզված եմ։ Նրանք հայ ազգին չեն սիրում։ Դուք նրան ռուսամետ համարում եք։ Հա? Նրան ռուսամետ համարում եք։ Այո, միանշանակ։ Եթե կառավարության գլուխ լինի, կարող է ուղարկի։ Այսինքն նրան ռուսամետ դուք համարում եք։ Իհարկե։ Կա տենց մարդ, որ չհամարի։ Ռուսաստանից ուղարկված մարդ է։ Ուրիշ։ Եվ ում եք տեսնում արժանի վարչապետ Հայաստանի Հանրապետությանը, մեր Հայաստանը։ Գործող վարչապետի։ Կասեք ինչու։ Իր արած գործերի համար։ Ոչ թե նախընտրական կոչերի, բաների, նախընտրականի ժամանակ առանձնապես սուտ են ասում, սուտ չեն ասում, մի քիչ շատ են ասում, գովում են, բայց դե իր արած գործերի պատճառով իրան, այո։ Որ բարեփոխումը կարևորագույն կառանձնացնեք եւ որն եք գնահատում ամենաշատը։ Շատ բաներ կան, այո, խաղաղությունը, սոցիալական ոլորտում թոշակառուների եւ առողջապահության հասկանում եք դրանք, ընդհանուր մթնոլորտը երիտասարդության ապագա տեսնելու ավելի մեծ ցկտումը, այդպես։ Այդ Սամվել Կարապետյանին պետք է ուղարկել Ռուսաստան, թող գնա այնտեղ զորք հավաքի, գնա կռվի։ Այդ զորքեր հավաքում մենք կռիվ ունեինք, թող հավաքեր, կար կռվեր։ Ինչի չեկավ։ Թող կար։ Իսկ նրան ռուսամետ համարում եք։ Բա ինչ է։ Ես շատ մի 30 տարի Ռուսաստան եմ ապրել։ Ես միլիարդեր չեմ դարել, ոչ էլ իմ ընկերները։ Լավ աշխատել ենք, գիշեր, ցերեկ աշխատել ենք, բայց միլիարդեր չենք դարել։ Այդ ո՞նց է դարել միլիարդեր։ Ուրեմն ինքը ունի ինչ-որ կապեր ունի, չերեսի ինչ, որ դա համար դարել է միլիարդեր։ Ռուսամետը, բա ինչ։ Իսկ ընտրություններին ում եք տեսնում արժանի վարչապետ։ Արժանի Նիկոլին։ Ով է այդ Սամվել Կարապետյանը։ Ռուսաստանը սա գունևորներին ծեծել ջարդելով հարստացել է ինքն է, հա։ Մենք իր կենսագրությունը լավ գիտենք։ Իշխոր դոդի գագոն է շակալ, այդպես էլ ինքն է։ Իսկ արժանի ինքը ստեղ չունի вообще։ Այդ որ շինել է դիքեջ, Ֆրանսիայել է շինել, մի դադի կերտա։ Իրան կբռնենք ձերից կառնից։ Սամվել Կարապետյանը պարբերաբար խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունները ել ավելի խորացնելու մասին։ Դուք ինչ եք կարծում, հնարավոր է գա մի օր, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ հայ զինվորներ ուղարկի, որպեսզի կռվեն։ Այս 3 տարիա ուղարկում են, նոր չպետք է ուղարկեն։ 3 տարիա ուղարկում են եւ Ուկրաինայի կողմից հայերը կռվում են եւ Ռուսաստանի կողմից։ Իսկ ինչ վերաբերվում է Ռուսաստանը հայերի մասին մտածում է թե չէ, 3 տարի ինքը հայերին ասում է դուք իմն եք ու ոնց ուզում է մասնատում է թե մարդկանց, թե տարածքը։ Ես այդ կարծիքին եմ 3 տար, մինչև դա էլ դեռ չգիտեմ ինչ է եղել։ Վուդրո Վիլսոնի պայմանագիրը ուր է, ինչ են արել, ով արեց։ Լենինը եւ Աթաթուրքը չարեցին, տարածքը չտվեցին Թուրքիային, ինչ իրավունքով։ Ինչ արել Ռուսաստանը մեզ համար, որ Ղարաբաղը հանձնեց։ Դուք բոլորդ եք գիտեք, մի քիչ պատմություն որ իմանաք, բոլորդ եք գիտեք, որ Ռուսաստանը մեզ ոչինչ չի տվել, ասել է հա, ես ձեզ տեր եմ, բայց մենակ օգտագործել է, մենակ 40 թվի պատերազմի ժամանակ 1,5 միլիոն հայությունից 600,000 տղամարդ են տարել, 1,5 միլիոնից, իսկ Ադրբեջանից տարել են, մյուս ազգերից տարել են, եւ այդ 600,000-ից 300,000-ը չեն վերադարձել, 300,000-ն էլ կեսը վիրավոր, կեսը ինվալիդ, ինչ արել մեզ համար ռուսը, մենակ Չադրախլու գյուղը, Չադրախլու կարծեմ, տվել են 4 հատ մարշալ եւ 14 հատ գեներալ հայերը։
ուր է այդ անունները, որտեղ է գրած։ Այսինքն Սամվել Կարապետյան դուք ռուսամետ եք համարում։ Իհարկե, ինչ է արել ազգի համար։ Ինչ է արել ազգի համար, այսօր եկելա այդ իրան ուղղորդել են, որ ստա քանդի, ուրիշ ոչինչ։ Ես այդ Ռուսաստանից են ուղղորդել ձեր կարծիքով։ Իմ կարծիքով հա։ Նասկե հայերեն նորմալ խոսել չգիտի։ Ինչ հայ։ Իրա տղաները այդ պատերազմ են եղել, ինչ է եղել։ Մեկը մասնակցել է, հայերեն գիտեն։ Բա ինչի մասին է խոսքը։ Ես դեմ եմ, չեք համարում։ չեմ էլ համարում իրան որպես մեր ղեկավար լինելու համար։ Միևնույն ժամանակ, եթե ինքը ուզում է լավատես լինի հայրենիքի համար, թող ինքը իր այդ գործարար կարգով, իր ֆինանսներով բարգավաճի Հայաստանը։ Այսինքն որպես վարչապետ նրան չեք Բոլորովին։ Նրանցից ամեն ինչ էլ սպասելի է։ Հենց որ գործ չունեն։ Կներեք, իսկ դուք նրան ռուսամետ համարում եք։ Բան չամետ է։ Բա կարող է հայամետ է։ Իսկ ընտրություններին ում եք տեսնում արժանի վարչապետ։ Այս պահին գործողը։ Կասեք ինչու։ Շատ բան կա, չէ, չասեմ այդքան, շատ բան կա։ Շատ բան կա, չասեմ։ Ամենակարևորագույն ձեր համար, որ կառանձնացնեք։ Իմ համար բոլորն էլ կարևոր են։ Խաղաղությունը կարևոր է։ Մեր տնտեսության վիճակը, ազատությունը, մի խոսքով ամեն ինչ։ Ես դեմ եմ պատերազմին, մի խոսքով։ Բայց նրան հնարավոր է Ռուսաստանի կողմից հայ զինվորներ ուղարկի Ուկրաինայի դեմ կռվելու համար։ Այդ չեմ կարող ասեմ, Նրան ռուսամետ համարում եք։ Իհարկե ռուսամետ է։ Եթե ռուսամետ է, ուրեմն պետք է Եվ ուղարկի։ կողմ եք այդ դիրքորոշմանը։ Չէ, դեմ եմ, հակառակը, չեմ կուզում։ Ինչ իմանամ սիրուն ջան։ Նրան ռուսամետ համարում եք։ Ումը։ Սամվելին կար։ Դե որ այնտեղ ապրում, դա ես համարում եմ, որ միանշանակ ռուսամետ է։ Հնարավոր է, որ նա Ռուսաստանի կողմից հայ զինվորներ ուղարկի Ուկրաինայի դեմ Որ հերոստալիքն եք դուք։ Սիվիկեյը։ Հա։ Դե գիտեք ինչ կա, իմ կարծիքով, աղջիկ ջան, մենք բոլորի հետ պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք։ Եվ մեր հարևանների, եւ Ռուսաստանի, եւ Ամերիկայի։ Սամվել Կարապետյանը էլ կարևոր խոսում է, թե sense կանե, վենես կանե։ 30 տարի չէ իրան։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։